Պարոն Աղազարյան, 2026 թվականին, այսինքն ընդամենը մի քանի ամիս հետո Հայաստանում սպասվում է համապետական ընտրություններ, արդյոք որոշում կայացրել եք ձեր հիմնադրած կուսակցությունը կմասնակցի այս ընտրություններին։ Անպայման կմասնակցենք, ինչ ֆորմատով դեռ չեմ կարող ասել։ Քննարկումներ եղել են այն քաղաքական ուժերի։ Եղել է, որոշակի քննարկումներ կան, այո։ Իսկ որ քաղաքական ուժերին եք դիտարկում, որ գուցե միանա։ Ես կարող եմ ասել, որոնց չենք միանա, ու այնպես չի, որ իրանք բան անում, ծնկաչոք խնդրում են, որ մենք միանանք իրանց, չկա այդպիսի բան, բայց այդուհանդերձ չենք միանա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, առանցքի շուրջ ուժերին, չենք միանա նաև ըստ երևույթին, չենք միանա նաև իրանց դիրքորոշման պատճառով այս դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Գագիկ Ծառուկյանին, եթե մասնակցի մնացած բոլորի հետ եւ բնականաբար ոչ քպայական ուժերին, մնացած բոլորի հետ մենք պատրաստ ենք, այո։ Մենք ինքներս պատրաստ ենք, որքանով որ մեր գործընկերները դա ընդունելի կհամարեն, դա արդեն այլ հարց է։ Պարոն Աղազարյան, ունեք որոշում, ով առաջին համարը ով է։ Չէ, դեռ այդպիսի որոշում չունենք, որովհետև դա համաժողովով պիտի որոշենք եւ երկրորդը մենք հələ դեռ չենք գրանցվել, մեր կուսակցությունը դեռ չի գրանցվել, պաշտոնական գրանցում չի ստացել, բայց բոլոր դեպքերում մենք գործում ենք այսպես կոչված այդ իմաստով, չենք կարող, եթե չգրանցեն, չենք կարող մենք մեր դեմքով հանդես գանք, տարբերակներ կգտնենք, ինչ վերաբերում է, որ եթե մենք ունենայինք հնարավորություն մեր դեպքով հանդես գալու առաջի դեմքի հետ կապված, ապա մենք այդ որոշումը չունենք դեռ։ Պարոն Աղազարյան, դուք երկար տարիներ եք քաղաքականությամբ եք զբաղվում, ձեր տարիների փորձը օրինակ ինչ է ձեզ հուշում, ինչ սպասել 2026 ընտրություններից։ Իմ փորձը, ոչ թե փորձը այսպես կոչված տարիքի հետ կապված, այլ նաև ակտիվ մասնակցության հետ կապված, մասնավորապես 96 թվականի ընտրությունները որ եղավ, դա փորձը նաև հաշվի առնելով, մենք երեկոյան մենք արդեն հրապարակել ենք մեր կուսակցության այսպես կոչված պատկերացումները ընդդիմության հավանական համախմբման մասին եւ արդեն լրատվական միջոցները տարածել են այդ մեր առաջարկությունը։ Մենք կարծում ենք, որ պետք է այն ուժերը, որոնք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ աննպատակահարմար է հայոց պետականության, այսպես կոչված գոյության նույնիսկ տեսանկյունից, պետք է գտնեն ֆորմատ միավորվելու ոչ թե մեկ միասնական ցուցակի մեջ, այլ մեկ միասնական, ասենք ճակատի մեջ եւ ձևավորել ժամանակավոր իշխանություն, որովհետեւ այդ ուժերի մեջ կան այնպիսիները, որոնք լուրջ հակասություններ ունեն իրար հետ, քաղաքական, գաղափարական, լիքը առումներով հակասություններ ունեն։ Եվ հետեւաբար իրենք չեն կարող միասնական իշխանություն ձևավորել։ Իրենք պետք է ձևավորեն իշխանություն 4 ամիս ժամկետով, դա այդ հնարավորությունը կա սահմանադրությամբ, եւ 4 ամիս հետո նոր հասկացվի նոր ընտրություններ եւ այդ ժամանակ արդեն բոլոր այդ ուժերը ներկայանան, եթե հաջողվի իհարկե քաղաքացիական պայմանագրին ցույց տալ ձևավորել մեծամասնություն, եւ 4 ամիս հետո նոր ընտրություններ եւ այդ ուժերը նոր հանդես գան ընտրությունների առաջ, քաղաքացիների առաջ իրենց ծրագրերով յուրաքանչյուրը։ Իսկ հնարավոր համարում եք, որ քաղաքացիական պայմանագիրը կրկին չի վերարտադրվի։ Իհարկե, դրա անպայման կա այդ բանաձևը, բնում այդ բանաձևը գտնել։ Այդ հավանական բանաձևերից մեկն էլ հենց մեր առաջարկությունն է։ Կարող է մեր առաջարկությունը ընդունելի չլինի, դրա նման մի հատ ուրիշ բան լինի, բայց դրա նման մի բան պետք է լինի։ Պարոն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանը տարի սկսեց եկեղեցու դեմ նոր արշավով, ասում է, որ արդեն քայլեր են կոնկրետ ձեռնարկվելու, ինչ սպասել։ Սպասեք, որ շուտով ինքը կհայտարարի Հայաստանի առաքելական եկեղեցի ստեղծելու մասին։ Կանոնադրությամբ, սիրուն, կանոնադրությունը կկարդա, քաղաքացիները կլսեն, այդ արդեն 11 սովորների միջոցով կկազմակերպի եւ կստեղծի Հայաստանի առաքելական եկեղեցի։ Իր նպատակը չի կաթողիկոսին հեռացնելը, իր նպատակը չի եկեղեցին բարենորոգելը, այսպես կոչված, որովհետև եթե ինքը իրապես եկեղեցին բարենորոգելու նպատակ ուներ եւ ունի, ապա դա կարելի է անել այնքանով ինչքանով օրենքները թույլ են տալիս, օրենսդրական փոփոխությունների հիման վրա, եկեղեցու հետ համագործակցելու հիման վրա, որպես շարքային հոգեվորական, հավատացյալ, որ ինքն ասում ներկայացնում իրեն
Այդպես իր առաջարկությունները ներկայացնելու հիման վրա այդ սողունները թող իրենց կարգին պահեին եւ խնդիրներ կա, թող խնդիրները ժամանակի բարձրացնեին, բարենորոգեին եկեղեցում գոյություն ունեցող բացական երևույթները, որոնք կան։ Անկասկած կան, ինչի մասնախոս կա։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ եկեղեցին է այսպես կոչված բարենորոգել, ոչ էլ կաթողիկոսին հեռացնելն է։ Նիկոլ Փաշինյանի իսկական նպատակը Հայաստանի առաքելական եկեղեցի ստեղծելն է, որը պետք է հանդիսանա իր ցնորական գաղափարի 4-րդ հանրապետության հենասյուներից մեկը, եւ շուտով դա կլինի։